6 տեսակի զարդանախշեր, հակասկանավորման պաշտպանություն, նոր դիզայն, եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Այսպիսին են լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու նոր նույնականացման քարտերը։ Դրանց մեծածավալ տպագրությունն արդեն ավարտված է, շրջանառության մեջ կմտնեն այս աշնանը։ Շանթ-Նյուզին այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, հավելելով, որ անվտանգային բարձր ապահովվածությանը զուգահեռ առաջնահերթություն է եղել ազգային դիմակիցը պահպանելը։ Քարտի վրա արտացոլված կլինեն մեր մշակութային արժեքներն ու դրոշի գույները։ Տարբեր զարդանախշեր են օգտագործված, դրանք բոլորը հայկական, ճարտարապետական, տարբեր դարաշրջանային հատուկ նմուշներ են, որոնք հատուկ լոկալ դիզայներների մշակում են անցել, տրամադրվել են ֆրանսիացի մասնագետներին եւ նրանք մեր տրամադրած նմուշները վերածել են արդեն անվտանգային ու գեղարվեստական լուծման։ Դավթյանի խոսքով քարտը պատրաստված է պոլիկարբոնատից, իսկ լուսանկարը փորագրված է, որի վրա առկա են հավելյալ պաշտպանիչ շերտեր։ Փաստաթուղթն ունենալու է էլեկտրոնային կրիչ, QR կոդ, լուսանկարի կրկնօրինակ, հակասկանավորման անվտանգության բաղադրիչ եւ անձի մատնահետք։ Ստանդարտացված է նաեւ տվյալների դաշտերի հաջորդականությունը։ Քարտերը կտրամադրվեն մասնավոր գործընկերոջ կողմից բացված 14 գրասենյակներում, որոնց թիվը եւս հետագայում կավելանա։ Բայց այն գործընթացը ծայրից ծայր, որ մենք կազմակերպում ենք, ինչպես է անձը նախագրանցվում, տվյալները ավտոմատ տարբերակով ստուգվում են բնակչության պետական ռեգիստրում եղած տվյալների հետ, եթե կա 100% համընկնում, քաղաքացուն թույլ է տրվում վերցնել օր եւ ժամ, ամրագրել օր եւ ժամ, մոտենում է իր նախընտրած մասնավորի գրասենյակ, ընդհանրապես հաշված րոպեների ընթացքում տեղում նստած շատ արագ, շատ հարմարավետ հանձնում է մատնահետք տվյալ պարագայումյան 2 մատերի, լուսանկարվում է, ստորագրում է, հեռանում է եւ տվյալների մշակումը եւս իրականացվում է գերճշգրիտ եւ գերանվտանգ տարբերակով։ Եթե համեմատենք ծառայությունների մատուցման ողջ էկոհամակարգն ու անվտանգության մակարդակի բարձրացումը, ապա գինը պետք է որ ընկալելի լինի, նշեց Դավթյանը, հավելելով, որ նոր քարտերի արժեքը կլինի 5750 դրամ, իսկ որակը շեշտակի բարձր։ Փոխվել է նաև ավերականության ժամկետը, դառնալով 5 տարի։ Ինչ վերաբերում է հին նույնականացման քարտերին, Դավթյանն ընդգծեց, որ նորերը ձեռք բերելն այժմ պարտադիր չէ։ Քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել դրանք մինչև ավերականության ժամկետի ավարտը։ Օրենքն ասում է, որ այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն տպագրվելու, բայց միաժամանակ չի սահմանում հին նմուշի փաստաթղթերը շրջանառությունից հանելու կարգ ու ժամկետ։ Այսինքն բոլոր փաստաթղթերը, որոնք տրամադրված են եւ կշարունակենք տրամադրել մինչեւ այն օրը, որին հաջորդող աշխատանքային օր արդեն կենսաչափական փաստաթղթերն ենք սկսելու արտադրել, շարունակելու են վավեր մնալ մինչև իրենց վավերականության ժամկետի ավարտը։ Այսինքն, եթե փաստաթուղթը չի վնասվել, չի կորել, ենթակա չէ փոխանակման, ապա շարունակում է վավեր մնալ եւ իր նպատակին ծառայել։ Դավթյանի հավաստմամբ այնինչ տրամադրվելու է, այսուհետև լինելու է մարդու նույնականացման հուսալի երաշխավորը, որի կեղծումն ուղղակի անհնար է։ Միևնույն ժամանակ տրամադրման գործընթացը կիրականացվի շատ արագ, բացառելով հերթերն ու կուտակումները։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։